Հնդկական օվկիանոսի մեջտեղում ընկած է մարդկության պատմության ամենաթանկ նավերից մեկը։ Նրա երկարությունը հասնում է 488 մետրի։ Այն ավելի մեծ է, քան Էյֆելյան աշտարակը։ Թվում է, թե նման նավը պետք է անընդհատ հատի օվկիանոսները եւ հայտնվի աշխարհի ամենամեծ նավահանգիստներով։ Բայց իրականում Ռևիլն իր գրեթե ողջ կյանքն անցկացնում է մի կետում։ Դաշտում տեղադրվելուց հետո այն տասնամյակներ շարունակ խարսխված էր օվկիանոսի մեջտեղում։ Այն չունի շարժիչներ, որոնք կարող են այն շարժել ծովերով։ Նրան բերեցին այստեղ եւ ներս ուղարկեցին այլ նավեր։ Դա պայմանավորված է նրանով, որ Բրեգուսը հսկայական գնդաձև բույս է։ Օվկիանոսի մեջտեղում նա արդյունահանում է բնական աղբը հատակից, սառեցնում այն մինչև մինուս 162 աստիճան եւ վերածում այն հեղուկի աշխարհով մեկ առաքելու համար։ Տելը միլիարդավոր դոլարներ է ծախսել լուծելու մի խնդիր, որը վերջերս անհնար էր թվում։ Կառուցել կենսական բնական գազի արտադրության լիարժեք գործարանաժայերի գործարան հենց օվկիանոսի մեջտեղում եւ առանց ցամաքային ենթակառուցվածքների։ Սակայն գործարկումից հետո պարզվեց, որ այս հսկայի կառուցումն ավելի հեշտ էր, քան նրա կայուն շահագործումն ապահովելը։ Այսպիսով ինչու էր անհրաժեշտ ամբողջ գործարանը տեղափոխել բաց ծով։ Եվ ինչու 21-րդ դարի ամենահավակնոտ ինժեներական նախագծերից մեկը շարունակում էր բախվել ոչ ոքի սպասված խնդիրների հետ։ Գազը սովորաբար արտադրվում է ցամաքում կամ ծովում։ Այնտեղ ամեն ինչ պարզ է։ Գազը հոսում է խողովակով։ Խողովակը տեղադրվում է գետնին։ Այն հասնում է գործարան, գործարանը մաքրում է գազը։ Հետո աշխատողները այն մղում են տանկերի մեջ։ Տանկերը տեղափոխում է գնորդը։ Սա ծանոթ օրինաչափություն է։ Նա աշխատում է արդեն 100 տարի, բայց այս նախագծով ամեն ինչ այլ կերպ ընթացավ։ Ինժեներները գազի նոր հանքավայր են գտել։ Նրան անվանել են Իլիա։ Հանքավայրը գտնվում է Հնդկական օվկիանոսի հենց հատակին։ Շուրջը միայն ջուր է։ Ավստրալիայի մոտակա ափը գտնվում է գրեթե 500 կիլոմետր հեռավորության վրա։ Սա նման է Մոսկվայից Նիժնի Նովգորոդ հեռավորությանը։ Միայն ճանապարհի փոխարեն մեկ այլ սյունակում։ Սկզբում ինժեներները ցանկանում էին դա անել սովորականի պես։ Նրանք նախատեսում էին խողովակը շարունակել նորի տակ։ Խողովակը պետք է միացներ ջրերն ու ափը։ Բայց պլանը մեկ շաբաթով դադարեցնելն է։ Նման երկարության խողովակ կառուցելը չափազանց թանկ է նման մեծ խորության վրա։ Այս գումարով կարելի է ինքնաթիռներով մի ամբողջ ավիաընկերություն գնել։ Բացի այդ կան ժայռեր ծովի վրա եւ համապատասխան պայմաններ։ Խողովակը պարզապես կպայթի, ջուրը թարմացնելով։ Հետո նրանք որոշեցին գործարան կառուցել հենց Ավստրալիայի ափին, իսկ ջրորից գազը տեղափոխել փոքր նավերով։ Բայց այս ծրագիրը նույնպես չաշխատեց։ Գազն իր մաքուր տեսքով շատ տեղ է զբաղեցնում։ Մեկ ստանդարտ բալոն կարելի է արտադրել հյուրասենյակի չափով։ Սովորական նավերով նման ծավալ տանելն անհնար է։ Նրանք օդ կփոխադրեն։ Դա շահույթ չի բերում։ Գազը պետք է սեղմել։ Դա անելու համար այն խիստ սառեցված է։ Այն վերածվում է հեղուկի եւ զբաղեցնում է 600 անգամ ավելի քիչ տարածք։ Պատկերացրեք հեղուկ վիճակում այս գազը կտեղավորվի մեկ լողավազանի մեջ, իսկ նորմալ վիճակում նրանք պետք է լցնեն 600 այդպիսի լողավազան։ Այսպիսով Շելը որոշեց օգտվել հնարավորությունից։ Ղեկավարությունը չեղյալ է հայտարարել հողի վրա շինարարություն։ Որոշեցին ընդմիջել ու խաչ քաշեցին հին ծրագրերը։ Ինչու վարելիք մղել ցամաքի վրա, եթե դուք կարող եք SES-ը տեղավորել հենց ջրորի մեջ։ Նրանք որոշել են համատեղել հանքարդյունաբերության հարթակ ու վերամշակող գործարանը մեկ շենքում։ Որպեսզի նավի կշիռը ուղղակիորեն բարձրացվի կենտրոնական կենտրոն, բայց օվկիանոսի մեջտեղում առանց երկար խողովակների։ Գաղափարը խենթ էր թվում։ Աշխարհում ոչ ոք դա չի արել։ Որպես կանոն, գործարանները կառուցվում են ամուր բետոնե հիմքի վրա, գետնի վրա։ Կան ծանր մեքենաներ, հսկայական սառնարաններ, ջեռոցներ։ Նրանք կշռում են ինչպես հազարավոր բեռնատարներ։ Երկիրը կրում է այս քաշը, իսկ օվկիանոսում ցամաք չկա։ Կան միայն ալիքներ եւ քամի։ Ինժեներների թիմին հանձնարարվեց ցամաքում գտնվող հսկայական գործարանը ջրի վերածել։ Տեղադրեք այն լողացող հարթակի վրա։ Այս դեպքում հարթակը չպետք է խորտակվի։ Նա պետք է աշխատի փոթորկի մեջ։ Եվ բոլոր սարքավորումները պետք է տեղադրվեն դրա վրա։ Յուրաքանչյուր խողովակ, յուրաքանչյուր կոմպրեսոր, յուրաքանչյուր կենթանի բլոկ աշխատողների նախագիծը կոչվում էր Trellit FLNG։ FLNG տառերը թարգմանվում են պարզապես լողացող հեղուկ գազի գործարան։ Ծրագրի բյուջեն տիեզերական է ստացվել։ Ղեկավարությունը գումար է հատկացրել 30 ամենաժամանակակից սպորտային մարզադաշտեր կամ գնել մի քանի միլիոն լավ մարտատար ավտոմեքենա։ Ինժեներները սկսեցին գծապատկերներ գծել։ Նրանք հասկանում էին, որ եթե նախագիծը հաջողվի, այն կփոխի ամբողջ աշխարհը։ Նավահանգիստներ ու երկար գազատարներ կառուցելու կարիք այլևս չի լինի։
Մեր մոլորակի ցանկացած կետում հնարավոր կլինի գազ արտադրել։ Նույնիսկ այնտեղ, որտեղ ոչ մի մարդ երբեք ոտք չի դրել։ Գծագրերը մշակելու համար պահանջվել է մի քանի տարի։ Հազարավոր դիզայներներ վիճում էին տարածության յուրաքանչյուր սանտիմետրի շուրջ։ Արդյունքում նրանք ստեղծեցին երկրի ամենամեծ լողացող օբյեկտի նախագիծը եւ սկսեցին կառուցել այն։ Ինժեներները գծագրեր ստեղծեցին եւ սկսեցին հավաքվել։ Կորպուսը պատրաստվել է Հարավային Կորեայում հատուկ նավաշինարանում։ Սկզբում բանվորները երակցում էին հսկայական պողպատե թիթեղներ, ապա դրանք միացնում բլոկների մեջ։ Այս բլոկներից հավաքվել է ապագա հսկայի մարմինը։ Պարզվել է, որ նավի չափսերը հսկայական են։ Կորպուսի երկարությունը 488 մետր էր։ Պատկերացրեք 4 ֆուտբոլի դաշտեր, որոնք իրար ետևից շարված են։ Սա նրա չափն է։ Տախտակամածի լայնությունը 74 մետր էր։ Սա ավելի լայն է, քան ամենամեծ մարդատար ինքնաթիռի ստանդարտ թևը։ Երբ կորպուսն ամբողջությամբ ավարտվեց, այն կշռվեց։ Դատարկ նավի քաշը կազմել է 300,000 տոննա։ Դա նման է 30,000 խոշոր բեռնատարների գցանքներով, որոնք միջև ծայրը լցված են քարերով։ Երբ նավը լիցքավորվեց եւ ներքին տանկերը լցվեցին, նրա ընդհանուր քաշը հասավ 600,000 տոննայի։ Այս քաշը հավասար է ամերիկյան 6 խոշորագույն ռազմական ավիակիրների զանգվածին, եթե դրանք միասին հավաքես։ Միջին մարդը տեսնում է միայն նավի գագաթը։ Փաստորեն, նավի ընդհանուր ծավալի մոտավորապես 80%-ը ջրի տակ է։ Սա անհրաժեշտ է կայունության համար։ Ստորին մասը գործում է որպես ծանր բոց։ Այն թույլ չի տալիս, որ քամին եւ ալիքները շրջեն կառուցվածքը։ Այս պողպատե մարմնի ներսում ինժեներները տեղադրեցին բարդ մեխանիզմ։ Կայանի հիմնական խնդիրը բնական գազի հովացումն է։ Գազը գալիս է օվկիանոսի հատակից հատուկ խողովակի տակ։ Նա տաք է եւ կեղտոտ։ Նախ այն մաքրվում է ավելորդ ջրից եւ քարի կեղտից։ Դա անելու համար տախտակամածի վրա հսկայական ստիճներ կան։ Նրանք աշխատում են շուրջօրյա առանց կանգ առնելու։ Մաքրումից հետո գազը մտնում է բույսի սիրտը։ Այնտեղ հսկայական սառնարաններ կան։ Նրանք գազը այնքան ուժեղ են սառեցնում, որ այն վերածվում է հեղուկ ավերակների։ Այս տարածքում սովորական ջերմաչափը ցույց կտա -162 աստիճան։ Այս ջերմաստիճանում բացարձակապես ամեն ինչ սառչում է։ Եթե բեռնատարի ամուր գցեք այնտեղ, այն անմիջապես կդառնա փխրուն, ինչպես բարակ ապակի եւ կփշրվի փոքր կտորների։ Այս սառեցումը պահանջում է շատ սառը ջուր։ Դուք չեք կարող տաք ջուր վերցնել օվկիանոսի մակերևույթից։ Այսպիսով ինժեներները լուծում են գտել նավը մեծ խորություններից ջուր է ներծծում։ Խողովակները իջնում են 150 մետր ներքև։ Սա նման է 50 հարկանի բնակելի շենքի բարձրության։ Այս խորության վրա ջուրը միշտ սառույց է, նույնիսկ ամառվա ամենաշոգ օրը։ Նավը հատակին իջեցնում է 1 մետր տրամագծով հսկայական պլաստիկ խողովակներ։ Դրանց միջոցով հզոր պոմպերը ջուր են մղում դեպի վեր։ Մեկ ժամում համակարգը մղում է 50 միլիոն լիտր ջուր։ Հեղուկի այս քանակությունը բավարար է 20 մեծ օլիմպիական լողավազան ամբողջությամբ լցնելու համար։ Ջուրն անցնում է գործարանի կայանքներից, վերցնում է ավելորդ ջերմությունը եւ նորից թափվում օվկիանոս։ Ուժեղ սառեցումից հետո գազը վերածվում է թափանցիկ հեղուկի։ Այժմ այն զբաղեցնում է 600 անգամ ավելի քիչ տարածք, քան նախկինում։ Այն պետք է ինչ-որ տեղ պահել է, մինչև տանկերի ժամանումը։ Դա անելու համար ինժեներները նավի ամբողջ ստորին կորպուսը վերածեցին հսկայական պահեստի։ Այնտեղ կառուցվել են հսկա տանկեր։ Այս տանկերը պատրաստված են սովորական կենցաղային թերմոսի սկզբունքով։ Նրանք ունեն կրկնակի մետաղական պատեր, որոնց միջև կա վակուում։ Դա անհրաժեշտ է, որպեսզի դրսից եկող ջերմությունը ներս չթափանցի։ Եթե բաքը տաքանա նույնիսկ 1 աստիճանով, ապա հեղուկ գազը անմիջապես կսկսի եռալ, նորից գոլորշու վերածվել եւ կպատրի նավի կորպուսը։ Հետևաբար կառավարման համակարգը վերահսկում է ջերմաստիճանը ամեն վայրկյան։ Այս ջրամբարների ընդհանուր ծավալը հսկայական է։ Եթե բոլոր ներքին պահեստարաններն ամբողջությամբ լցվեն, ապա այս գազը բավական կլինի մեծ մետրոպոլիայի գործարկման համար։ Օրինակ, Հոնկոնգի նման քաղաքը կկարողանա լույս եւ ջերմություն ապահովել բոլոր տներին, գործարաններին եւ տրանսպորտին մի ամբողջ տարի միայն ամբողջությամբ լիցքավորելով այս նավը։ Բացի արտադրական արտադրամասերից, նավի վրա կառուցվել է բնակելի թաղամաս։ Այնտեղ ապրում են բանվորներ, ինժեներներ, խոհարարներ։ Ընդհանուր առմամբ կա մոտ 240 մարդ։ Նրանց համար պատրաստվել են հսկայական սենյակներ, ճաշասենյակ, մարզասրահ եւ լվացքատուն։ Այս ամենը գտնվում է նավի աղեղում, որքան հնարավոր է հեռու աղմկոտ եւ հրտեհավտանք տարածքներից։ Բնակելի շենքը պաշտպանված է հաստ պողպատե պատերով, որոնք զերծ են պահում աղմուկից եւ ջերմությունից։ Տախտակամածի վրա կառուցվել է նաեւ ուղղաթիռ։
Սա ցամաքային նավ արագ հասնելու միակ միջոցն է, քանի որ սովորական նավակները Ավստրալիայի ափերից 1 օրից ավելի ճանապարհորդում են։ Ուղղաթիռները նավ են բերում սնունդ, դեղորայք, կարևոր պահեստամասեր եւ մի քանի շաբաթը մեկ փոխում աշխատանքային անձնակազմը։ Այս հսկայի յուրաքանչյուր տարր աշխատում է ընդհանուր շղթայում։ Ներքևում գտնվող ջրորը հումք է արտադրում, խողովակները նրան վեր են բարձրացնում։ Ստիճները մաքրվում են, սառցե ջուրը խորքից սառչում է։ Իսկ պատյանի ներսում հսկա թերմոսները կուտակում են պատրաստի արտադրանքը։ Մեքենան աներևակայելի բարդ, ծանր ու թանկ է ստացվել։ Ինժեներներն ավարտեցին փորձարկումները նավահանգստում, ստուգեցին բոլոր սենսորների աշխատանքը եւ պատրաստվեցին նավն ուղարկել օվկիանոսի մեջտեղում գտնվող աշխատանքային վայր։ Ինժեներները պատրաստի նավը հրեցին Հնդկական օվկիանոսի որոշակի կետ։ Այստեղ ապահով ապաստարան չկա։ Շուրջը միայն բաց ջուր է։ Այս հատվածում հաճախ են փչում ուժեղ քամիները։ Նրանք բարձրացնում են հսկա ալիքներ 5-արկանի շենքի բարձրությամբ։ Նման եղանակին սովորական նավը շպրտվում է կողքից այն կողմ, բայց հասարակությունը չի կարող հեռանալ։ Այն պետք է ամբողջ տարին հավասար լինի ջրորի վրա։ Եթե նավը թեկուզ մի քանի մետր շարժվի դեպի կողմը, ապա ներքևի ամուր խողովակները կլարվեն եւ վթար կառաջանա։ Հսկայական ճնշման տակ գազը կպայթի եւ երթեք կսկսվի։ Հետևաբար ինժեներներին անհրաժեշտ էր սերտորեն կապել հսկայի ներքևի մեկ կետի վրա։ Այստեղ չի օգնի սովորական նավի խարիսխը։ Այն ուղակի գետնի երկայնքով կքաշվի 600-1000 տոննա քաշի տակ։ Դիզայներները մշակել են պահպանման յուրահատուկ համակարգ։ Այն կոչվում է Turret։ Սա 100 մետր բարձրությամբ հսկայական կլոր պողպատե աշտարակ է, 30 հարկանի բնակելի շենքի նման։ Այն կշռում է ավելի շատ, քան Փարիզի ամբողջ Էյֆելյան աշտարակը։ Այս կառույցը խնամքով իջեցվել է նավի աղեղի մեջ։ Այն ծակում է նավի կորպուսը անմիջապես վերևից ներքև։ Աշտարակը ամուր ամրացված էր օվկիանոսի հատակին 16 հաստ պողպատե շղթաներով։ Նման շղթայի յուրաքանչյուր օղակ կշռում է ավելին, քան մեքենան։ Այս շղթաները ձգվում են աշտարակից տարբեր ուղղություններով եւ կպչում հսկայական կույտերին։ Կույտերը հատուկ հիդրավլիկ մուրճերով քշվել են ծովի հողի մեջ։ Այժմ աշտարակն անշարժ կանգնած է օվկիանոսի մեջտեղում եւ ոչ մի թիզ չի շարժվի։ Դիզայնի գաղտնիքն այն է, որ նավն ինքնին խիստ եռակցված չէ այս աշտարակին։ Նրա շուրջը հսկա առանցքակալներ են։ Դրանց վրա նավի ողջ 400 մետրանոց կորպուսը կարող է ազատորեն պտտվել ցանկացած ուղղությամբ լրիվ 360 աստիճանով։ Աշտարակը կանգնում է տեղում եւ նավը պտտվում է նրա շուրջը, ինչպես գյուղական տան տանիքին դրված եղանակը։ Սա փրկում է նավերը փոթորկի ժամանակ։ Երբ ուժեղ փոթորիկ է սկսվում, քամին հսկայական ուժով հարվածում է նավի կողքին։ Եթե նավը անշարժ կանգներ դեպի ալիքը, այն անմիջապես կշրջվեր։ Բայց նախախաղի համակարգը այլ կերպ է աշխատում։ Քամին եւ ալիքները հրում են կորպուսը, եւ նավը ինքնաբերաբար միացնում է առանցքակալը, քթով դիմավորելով փոթորկին։ Նավի նեղ ու ամուր աղեղը կտրում է հանդիպակաց ալիքները։ Ջրի ազդեցության ուժը մի քանի անգամ նվազում է։ Ուժեղ քամին պարզապես հոսում է կորպուսի շուրջը երկու կողմից եւ ավելի է գնում դեպի օվկիանոս։ Դրա շնորհիվ գործարանը շարունակում է գործել նույնիսկ ամենասարսափելի եղանակային հարձակումների ժամանակ։ Դիզայներները հաշվարկել են համակարգի ուժը մարժայով։ Այն կդիմանա նույնիսկ 5-րդ կարգի ամենահզոր արևադարձային ցիկլոնին, որն այստեղ տեղի է ունենում 10,000 տարին մեկ անգամ։ Ամենակարևոր հաղորդակցությունները անցնում են ֆիքսված աշտարակի ներսում։ Այնտեղ դրված են հատուկ ճկուն բարձր ճնշման գուլպաներ եւ բարձրացուցիչներ։ Դրանց միջոցով տաք գազը բարձրանում է օվկիանոսի հատակից, անցնում անշարժ աշտարակի միջով, իսկ հետո հատուկ պտտվող հոդերի միջով հայտնվում նավի պտտվող տախտակամածի վրա։ Այս հոդերը պատրաստված են գերամուր համաձուլվածքներից։ Նրանք չեն թողնում, որ գազի ոչ մի կաթիլ դուրս գա, նույնիսկ երբ նավը սաստիկ ճոճում է։ Լրացուցիչ հսկողության համար ինժեներները 3 օժանդակ շարժիչներ են տեղադրել նավի ծայրամասում։ Նրանք օվկիանոսից այն կողմ նավը մեկ այլ երկիր ուղղորդելու ուժ չունեն։ Բայց նրանք կարող են նավի ծայրը թեքել դեպի ձախ կամ աջ։ Եթե քամին հանկարծ փոխում է ուղղությունը, համակարգիչները միացնում են այս շարժիչները։ Նրանք օգնում են նավին արագ քիթը վերածել նոր ալիքի։ Ամբողջ համակարգը գործում է ավտոմատ կերպով։ Համակարգչային ծրագիրն ամեն վայրկյան հավաքում է տվյալներ հարյուրավոր սենսորներից։ Այն չափում է քամու ուժը, ալիքի բարձրությունը, շղթայի լարվածությունը եւ գազի ճնշումը։ Եթե մեկ շղթայի վրա լարվածությունը չափազանց ուժեղ է դառնում, համակարգը ահազանգում է։
Բայց աշխատանքի առաջին տարիներին ռոբոտներն ինքնուրույն էին կարողանում։ Նավը կանգնած էր տեղում, մինչ ալիքները մոլեգնում էին նրա շուրջը։ Ինժեներները ուրախանում էին իրենց հաջողությամբ եւ կարծում էին, որ ամբողջովին նվաճել են բնությունը։ Սակայն հիմնական վտանգը գալիս էր սեփական շենքի ներսում գտնվող հսկայական գործարանից։ Շինարարությունն ավարտվեց եւ սկսվեց գորշ առօրյան։ Շելի ղեկավարությունն ակնկալում էր հսկայական շահույթ, սակայն իրականությունը արագորեն փչացրեց այդ ծրագրերը։ Ծրագրի հիմնական խնդիրը դրա չափազանց խտությունն էր։ Տիպիկ ցամաքային գազի կայանը հսկայական տարածք է զբաղեցնում։ Այնտեղ արտադրամասերի, պահեստների ու խողովակների արանքում հարյուրավոր մետր դատարկ տարածություն կա։ Եթե մեկ պոմպը փչանում է երկրային գործարանում, աշխատողները պարզապես փակում են մի հատված։ Գործարանի մնացած մասը հանգիստ շարունակում է արտադրանք արտադրել։ Հասարակության մեջ ամեն ինչ այլ կերպ է աշխատում։ Ինժեներները սեղմեցին նավի նեղ տախտակամածի վրա հսկայական եւ արդյունաբերական գործարան։ Ամենաբարձ սարքերի միջև հեռավորությունը հասցվել է նվազագույնի։ Դրա պատճառով նավի բոլոր մեխանիզմները վերածվեցին մեկ շարունակական շղթայի։ Եթե այս շղթայի թեկուզ մեկ փոքր փական կոտրվի, ամբողջ հսկայական կայանը ավտոմատ կերպով անջատվում է։ Դուք չեք կարող կանգնեցնել մի մանրուք եւ թողնել, որ մյուսները աշխատեն։ Տախտակամածի 1 մետրի վրա վթարն ակնթարթորեն կաթվածահար կանի ամբողջ 400 մետրանոց նավը։ Երկրորդ խնդիրը բաց ծովում վերանորոգումն է։ Հողի գործարանը հեշտ է պահպանել։ Մի մասը կոտրվում է, տնօրենը պահեստ է կանչում հարևան քաղաքում։ 1 ժամ անց բեռնատարը բերում է նոր պահեստամաս։ Վերանորոգողների թիմը մեքենաներով գալիս է արտադրամաս եւ մի քանի ժամում փոխում է ագրեգատը։ Հանրային պայմաններում այս գործընթացը վերածվում է բարդ գործողության։ Նավը գտնվում է ափից 500 կիլոմետր հեռավորության վրա։ Չկան խանութներ, ճանապարհներ։ Ցանկացած ընկույզ, ցանկացած գուլպան կամ նոր սենսոր պետք է իրականացվի ուղղաթիռով։ Եթե մասը ծանր է, դուք պետք է վարձեք հատուկ բեռնատար նավ։ Դուք պետք է սպասեք օրեր եւ երբեմն շաբաթներ առաքման համար։ Այս ամբողջ ընթացքում գործարանը կանգնած է եղել եւ գազ չի արտադրում։ Ամեն օր պարապուրտը Shell-ին միլիոնավոր դոլարների վնաս է պատճառում։ Միևնույն ժամանակ ինժեներները պետք է աշխատեն բարձրության վրա, որտեղ անընդհատ պտտվում են եւ ուժեղ քամիները։ Կենցաղային սովորական գործերը վերածվում են ծանր աշխատանքի։ 2021 թվականի դեկտեմբերին նավը կրեց իր ամենավատ վթարը։ Էլեկտրական վահանակներից մեկում կարճ միացում է տեղի ունեցել, որը հանգեցրել է այրման։ Ավտոմատ համակարգերը արագորեն հաղթահարել են հրթեհը, սակայն լարերը լրջորեն վնասվել են։ Եվ վնասվել են կարևոր մալուխներ։ Էլեկտրականությունն ամբողջությամբ հոսանքազրկվել է։ Գործարանը դադարեց, անջատվել են գազի սառնարանները։ Պոմպերը դադարեցին։ Բայց ամենավատն այն է, որ բնակելի թաղամասում փոփոխությունն անջատվել է։ Դրսում շատ շոկ էր։ Նավի մետաղյա կեղևը տաք էր արևի տակ։ Սենյակների ներսում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 40 աստիճան, իսկ օդափոխության դադարեցման պատճառով այնտեղ գտնվելը դարձել է գրեթե անտանելի։ Գտնվելով սպարտական պայմաններում, առանց տարրական հարմարությունների, անձնակազմը լուրջ մարտահրավերի առաջ կանգնեց։ Ղեկավարությունը արտակարգ որոշում է կայացրել։ Աշխատակիցների մեծ մասին ուղղաթիռով շտաբ տարանել են վայրեջք։ Ինքնաթիռում մնացել է միայն շտապօգնության բրիգադը։ Նավը լրիվ կուրացավ ու լռեց օվկիանոսի մեջտեղում։ Գործարանը փակվել է վերանորոգման համար։ Ինժեներները մի քանի ամիս փնտրել են խափանման պատճառները եւ փոխարինել կիլոմետրերով այրված լարերը։ Այս ընթացքում ընկերությունը հսկայական գումարներ է կորցրել։ Բայց դժվարությունները դրանով չավարտվեցին։ Էլեկտրաէներգիայի միացումից հետո սկսվեցին աշխատողների մշտական գործադուլները։ Մարդիկ պահանջում էին բարձր աշխատավարձ օվկիանոսի մեջտեղում վտանգավոր պայմաններում աշխատելու համար։ Նրանք հրաժարվել են սկսել տեղադրումները։ Գործարանը կրկին փակվել է մի քանի շաբաթով։ Արդյունքում աշխատանքի առաջին տարիներին մարդիկ գրեթե ավելի երկար են պարապ կանգնել, քան աշխատել։ Հեղուկ գազի կայուն հոսքի փոխարեն սեփականատև ճգնաժամի, անվերջ տեխնիկական պարապուրտի, արդիականացման անհրաժեշտության եւ աշխատուժի հետ դժվարին բանակցությունների։ Նավի պահպանման ծախսերը մի քանի անգամ ավելացել են նախնական հաշվարկների համեմատ։ Նախագիծը, որը պետք է լիներ 21-րդ դարի գլխավոր ինժեներական հաղթանակը, վերածվեց հսկայական ֆինանսական փոսի։ Գործագետները սկսեցին բացահայտ ասել, որ լողացող գործարանի գաղափարն արդարացված չէ։ Պարզվեց, որ հսկա կառուցելը շատ ավելի հեշտ է, քան բաց օվկիանոսի դաժան պայմաններում անդադար աշխատելը։ Այսպիսով, հիմնական հարցը. արդյոք այս խելագար 17 միլիարդ դոլարներն իրենց արդյունքը տվեցին։ Թե պատմության ամենահավակնոտ նախագծերից մեկը կմնա ինժեներական էգոիզմի հուշարձան։
Եթե հաշվարկեք մաքուր թվերը, ապա իրավիճակը աղետալի է թվում։ Անընդհատ վթարների ու գործադուլների պատճառով նավը Shell-ին բերում էր ոչ թե միլիարդավոր շահույթ, այլ միլիոնավոր դոլարների վնասներ ամեն օր։ Միևնույն ժամանակ, հողի վրա հիմնված գործարանները վաղուց վերականգնած կլինեն իրենց ծախսերը եւ կսկսեն ստեղծել զուտ եկամուտ։ Այդ պատճառով ընկերությունում շշուկներ էին հնչում եւ նախագիծը երկար ժամանակ բացահայտ անվանում էին ֆինանսական սևանցք։ Բայց այդ դեպքում ինչու այն դեռ չի տարվել մետալոն։ Ամեն ինչ վերաբերում է մեկ թաքնված մանրուքին, նրա բացարձակ շարունակությանը։ Ստորգետնյա հորի գազը վաղ թե ուշ կսպառվի։ Սովորական ցամաքային գործարան այս պահին կվերածվի օվկիանոսի մեջտեղում ժանգոտված ջադոնի կույտի։ Եվ հանրության առաջ նրան պարզապես կհանեն աշտարակից եւ կքաշեն հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող նոր հանքավայր։ Այս հսկան ապացուցեց գլխավորը։ Մենք այլևս կապված չենք հողին։ Այո, առաջին նրբաբլիթը պարզվեց, որ տիեզերական թանկարժեք կտոր էր, բայց Shell-ը բացեց դուռ դեպի ապագա, որտեղ գործարանները ազատորեն կլողան օվկիանոսներով, հաշվի առնելով այս պիոների սխալները։ Փայտե նավակից անցնելով ալիքների վրա գտնվող արդյունաբերական գործարան, ինժեներներն ապացուցել են, որ իրենց համար անհնարին առաջադրանքներ պարզապես չկան։ Ինչ եք կարծում, նման փորձի համար 17 միլիարդը արդարացված գին է, թե հիմար փողի վատնում։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Խնդրում ենք հավանել, եթե դուք զարմացած եք այս հրեշի մասշտաբով։ Բաժանորդագրվեք ալիքին եւ կտեսնենք ձեզ նոր թողարկումներում։